Երկրորդ հարցը Երևանի խցանումների հետ կապված մենք պետք է հասկանանք մի բան, որ աշխարհում ոչ մի քաղաք չկա, որը 1000 ներողություն հայերեն էլի բեզռազմերը։ Այսինքն կա քանակ մեքենաների, որ կարա մտնի դուրս գա եւ կա քանակ, որը չի կարող եւ մեզ պետքա որպեսզի մենք նաեւ յուրաքանչյուրս ուշադիր լինենք, վարորդները ուշադիր լինեն երթևեկության առումով եւ մի ինչ որ պահի ինչ որ մի որոշում պետքա կայացնել։ Եվ հիմա գիտեք, որ գործում աշխատանքային խումբ, որը այդ հարցով զբաղվում է, ինչ վերաբերում է Երևանի փողոցներին, ես ձեզ ուրիշ բան եմ ուզում ասեմ։ Երեք ես Գյումրիում եի նորից եւ Գյումրիից դուրս եմ գալիս, գնում եմ դեպի Քեթի գյուղ։ Եվ Անի թաղամասը կա, եւ Անի թաղամասում ճանապարհները ավերակ վիճակում են։ Հենց Գյումրի քաղաքի վարչական սահմանից դուրս ես գալիս, ճանապարհները փայլուն վիճակում են։ Սա ինչի մասին է խոսում, որ երբ որ լինում է քաղաքային իշխանություններ, որոնք գործում են ոչ թե ի հեճուկս քաղաքի շահերի, այլ քաղաքի շահերով են գործում, բայց քաղաքային իշխանությունները ինչի կառավարության սուբվենցիոն ծրագրերից չեն օգտվել։ Միլիարդներ ենք մենք ծախսել, մենք գյուղերում ենք, փողոցներ ենք, եւ ընդ որում հեղափոխությունից հետո էլ այո 18 թվից եղել է Գյումրիում քաղաքային իշխանություն, որը ուղղակի կամ անուղղակի բացահայտ թե տակից գործել է հեճուկս կառավարության։ Եվ դրա արդյունքը մենք տեսնում ենք, նույնն է Երևանում է։ Ցավոք սրտի 2018 թվականի ընտրություններից հետո մեր կուսակցության ներքո ձևավորված իշխանություն եւ քաղաքապետը էլի ուղղակի թե անուղղակի հազար ձևերով իրանց օրակարգերով եւ այլն եւ դրա արդյունքը մենք հիմա այսօր տեսնում ենք հետևանքը։ Եվ մենք այսօր ջանք ենք գործադրում եւ 2020 նաեւ նախորդ տարիներին ենք ջանք գործադրել, որպեսզի այդ խնդիրը լուծենք։ Եվ ես երեք հայտարարեցի, որ մենք մեր տարեկան 500 կիլոմետր ծրագրից անպայման, իմիջիայլոց Գյումրի հարցնել, որ հասկանալով, որ չի լուծվելու, մենք նաեւ հիմա մեծ ծրագիր ենք անում եւ Անի եւ ավստրիական թաղամասերի բոլոր փողոցները ասֆալտապատելու ծրագիր ենք իրականացնում եւ նախագծման process-ը արդեն սկսված է եւ կավարտվի, որովհետեւ այդ խայտարակությունը չի կարելի ես որևէ այլ բնակավայրում նման մասշտաբի խնդրեմ չեմ տեսնում, որովհետեւ կան բնակավայրեր, որոնց համայնքների ղեկավարները ընդդիմադիր են, մեր կուսակցություն չեն, բայց նորմալ աշխատում են, սուբվենցիոն ծրագրեր են ներկայացնում, այսինքն ի հեճուկս չեն կառավարության հետ բանի ինչ որ բանի մեջ չեմ մտածել, այդպեսի բազմաթիվ չգինեմ, բայց կան համայնքներ, բոլոր տեղերում այդ խնդիրները լուծվում են։ Սուբվենցիոն ահռելի մենք ներդրումներ ենք անում, բայց ես չեմ հասկանում, այդ մարդիկ հատուկ փակում են այդ ճանապարհները, որ վերջում մեղքը գցեն կառավարության վրա, համայնքի փողոցների պատասխանատուն համայնքն է։ Բայց նույն բանը նախորդ կամ չգործող քաղաքապետերը, որ տենց տարբեր բաներ են խոսում, բայց դրա պատասխանը ով է տալու։ Դա դրա հետևանքն է, որ ելի եմ ասում, ուղիղ թե անուղղակի եւ Երևանի նախկին քաղաքապետը եւ Գյումրիի համայնքների ղեկավարները գործել են բացահայտ կամ ոչ բացահայտ կառավարության դեմ, փոխանակ կառավարության ծրագրերից օգտվել եւ կառավարության տված ֆինանսավորումը ճիշտ նպատակների օգտագործեն, ես իմ ինչի համար են օգտագործել։ Եվ մենք հիմա պետք է դրա պատասխանատվություն էլի կրենք եւ կկրենք։ Հիմա մեր 500 կիլոմետրանոց ծրագրից մենք ամեն տարի, իհարկե ես նաեւ խնդիրը դրել եմ Պավն Ավինյանի առաջ, որ քաղաքն էլ ամեն տարի պետքա համատեղ գործենք եւ ճանապարհային դեպարտամենտի տրամաբանության եւ ստանդարտների ներքո եւ մենք արագ լուծենք այս հարցը, բայց հիմա էլ են շատ ես հանձնարարել եմ դեռևս փետրվարին, որ Երևանում անհրաժեշտ միջոցները ձեռնարկվեն գոնե սպայի խնդիրը լուծելու համար, իհարկե եղանակը շատ է խանգարում, որովհետեւ անձրևի պայմաններում այդքան ասֆալտ անել չի լինի ու չի լինի, բայց
ես հայտարարում եմ այլևս միջև մի այդպիսի բան չի եղել, ընկալում չի եղել, բայց մենք այո, Երևանով էլ Գյումրիով էլ շատ լուրջ պետք է զբաղվենք, որովհետև լավ մարդիկ մեղավոր չեն, որ ինչ որ մեկը գալիս է բանի ենթադրենք հեղափոխության ներքո ընտրվում է եւ հետո ուրիշ օրակարգեր է բացայտ կամ ոչ բացայտ առաջ տանում կամ մյուսներն էլ գալիս են համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցնում են, իրենց պատկերացնում են, ասենք ենթադրենք, չգիտեմ, ինչ, փոխանակ համայնքների խնդիրներով զբաղվել։ Մի հատ էլ մեր բանը, մեր կառուցած բանը շատրվանը միացնում են Դոլյա Վարավսկայա երգում։ Հիմա հույս ունեմ երգում է Դոլյա Վարավսկայան առավոտի։